Բայց տեսեք ոնց է շրջանցում, հիմա էլ ազգային ժողով, օրինակ Ռոբերտ Մարգարյանն երեք Աննայի կոնկրետ կոռուպցիոն սխեման գրել է, չգիտեմ իր էջում ոչ մի արձագանք չկա, ազգային ժողովում երեկվանից արդեն չգիտեմ քանի կոռուպցիոն բան են շրջանցում են եւ ասում են մենք հիմա ապտի զբաղվենք Ռոբերտ Քոչարյանի բանը Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի առգրավում ուրեմն անցել է 7 տարի իրանց թալանից խոսում ես չէ այստեղ շատ կարևոր բան այստեղ ոչ միայն իրանց թալանը ծածկելն այստեղ մի հատ շատ կարևոր նուրբ մոմենտ կա ուրեմն Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության Այն լոզունգի տակ, որ ինքը Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից Սարգսյանը բանը թալանած միլիարդները բերելու է հետ բյուջե։ Սա է եղել այն կարգախոսը, որով էս ժեխը սկսել է աստվածացնել Փաշինյանին, որովհետեւ ժեխի ինկալմամբ Հայաստանի Հանրապետության սաղ փողեր, չնայած եթե Քոչարյանի եւ Սարգսյանի ունեցվածքը իրանց պոճկեքը ներառյալ դնես հաշվես 60 միլիարդ մեկա չի կազմի դրա մասին չի խոսքը գնում հիմա մենք անցել է 7 տարի տեղի է ունեցել մի քանի փորձ դատական ճանապարհով բան անել կուլակաթափ անել Ռոբերտ Քոչարյանին եւ Սաշիկ Սարգսյանին։ Հիշում եք ամենասկզբից տենց էր, չէ՞, շաբաթը մեկ այդ մարդկանց տանում էին բան դատարան քնչական տենց է չկա, ուրեմն 7 տարվա ընթացքում օրինական ճանապարհով չկարողացան ապացուցել։ Սա շատ կարևոր է։ Օրինական ճանապարհով չի ստացվել ապացուցել, որ այդ մարդիկ այդ իրանց այսօրվա ունեցվածքը թալանել են։ Այստեղ մենք երկու տարբերակ ունենք։ Կամ իրանք այնքան խելացի են թալանել, որ Այս տգետները չեն կարողանում գտնել պոչերը, կամ էլ թալան տեղի չի ունեցել։ Ընտրեք, որ տարբերակը ուզում եք, ընտրեք։ Երկուսն էլ օքեյ է։ Բայց դրա հետ զուգահեռ մենք ունենք Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի անկում, ինչի մասին ես սկզբից խոսեցի, այսինքն այն մարդիկ, որոնք մեծ հույսով ընկած Նիկոլ էին պաշտում, հիմա հիասթափված են։ Ու այդ տատիկները, որոնք Նիկոլ, ես թվեր չեմ կարող ասել, չեմ հետազոտել, բայց նայելով այդ բաները, որ ժուրնալիստները մոտենում են, սկսում են հարցնել, մի քանի այտենց ճիվախ տատիկներ, ասում են, որ ես Նիկոլից հիասթափվել եմ, որովհետև ինքը խոստացել է Քոչարյանի ունեցվածքը առգրավի ու բանանի, կուլակաթափանի, ու ինքը քանի որ դա չի արել, հետևաբար ես Նիկոլից հիասթափվել եմ։ Հիմա Նիկոլը պատրաստվում է 26 թվականի ընտրություններին։ Դրա համար ինքը ինչ պետք է անի։ Այդ իր կորցրած ձայները հետ բերի։ Այդ կորցրած ձայների հույս ու հավատը ինչն էր։ Ոչ թե թոշակը, ոչ թե առողջապահությունը, բանակը, կրթությունը, ինքը պարավ տատիկ է, իր մեջ այդ բանը իդեֆիքսը մտած է, որ Քոչարյանի թալանածը։ Հիմա այդ տատիկներին հետ բերելու համար ինչ են անում։ Նորից սկսում են փորձել կուլակաթափանել Ռոբերտ Քոչարյանին։ Օրինական ճանապարհով չի ստացվել, որտեղ եթե ստացվող բան լիներ, իրանք ունեին 7 տարի, 7 տարվա ընթացքում այդ չես կարողացել։ Չէ, ստացվելու է։ Հիմա տեսեք 7 տարի շարունակ կերակրեցին, որ այս ինչը տարել է, հեսա դու ստամոքսդ լցնելու ես, այդ պարավին հագենալու ես, բանը դրա գինը, ասեք Արցախն է ջանդամ, տվեցինք Արցախը պրծանք։ Չգիտեմ, այդ մարդիկ հիմա ուղեղներին հասել է, որ մեկը իրանց թալանել, իրանք չեն կշտացել, իրանք սոված են մնալու։ Ոչ, այդ մարդիկ ունեին մեկ գող են ու թալանչի են, դրանք մարած հայրենիք ծախող տականք։ Ոչ, այդ մարդիկ Նիկոլին սատարել են մի պայմանով Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը խլել։ Ինքը չկշտանա, բայց ինքը մտածել ինքը կշտանա։ Այ երբ որ դա կգա, երբ որ այդ գեշտալտը կփակվի, ինքը կնստի կմտածի, բա հետո 7 տարիա չի մտածում, Արցախը չկա, հարևանի տղուն տարած սպանեցին, բան եռաբլուրը մեծացրեցին, Հայաստանը ծախում է, չէ։ Ոչ, իրան դա հետաքրքիր չէ։ Կրակում են իր տան վրա էսա։ Ոչ, իրանց դա հետաքրքիր չէ։ Իրանք ունեն մի գեշտալտ, մի խոստում, որը չի կատարվել։ Հիմա Փաշինյանը լավով, վատով, ճշտով, ստով փորձելու է այդ բաներին Լավ, ինքը տեղյակ է, որ Նիկոլը թալան չի տարել 60 միլիարդ, չէ։
Ես ես կարամ Ադրբեջանի օրինակով բերեմ զուգահեռ, որ պատկերացնենք Ժեխի մտածելակերպը։ Ադրբեջանում իրոք շատ ծանր սոցիալ-տնտեսական վիճակ, այսինքն հասարակ քաղաքացիները ապրում են շատ վատ։ Ապրելով տարածաշրջանի ամենահարուստ երկրում։ Այսինքն Ադրբեջանի ասեմ ավելին, ու միշտ դա տենց եղել, հանկարծ չվերագրեք այս եթիմներին։ Հայաստանում աշխատավարձներն են միշտ ավելի բարձր եղել, թոշակներն են ավելի բարձր եղել։ Հայաստանը տարածաշրջանի ամենաաղքատ երկիրն է։ Պաշարներով, բայց եւ պաշարներով եւ ունեցվածքով, եւ ռեսուրսներով եւ կոնկրետ բանով, ֆինանսական բազայով։ Բայց այնուամենայնիվ հասարակ հայաստանցին միշտ ապրել է ավելի լավ, քան Ադրբեջանում։ 2011 թե 10, ոչ 2000-ականների մեջտեղներում համացանցը գմփում է բանով, որ ոմն 11-ամյա Հեյդար Ալիևը Դուբայում ունի մի շարք թանգանոց անշարժ գույք, խոսքը գնում է Իլհամ Ալիևի որդի Հեյդարի մասին, այսինքն 11 տարեկան երեխու անունով Դուբայներում տներ, անշարժ գույքեր, ակցիաներ, այդտեղ իդեպ ասած Հադիջա Իսմայիլովայի բացահայտություններն են։ Ինչ ակցիաներ եւ ինչ ունեցվածք ունի Ալիևա Լեյլան, ինչ ունեցվածք ունի այն մյուս աղջիկը։ Չէ, Դուբայում, չէ, Լոնդոնում ինչեր ունեն, բարետավերջը բացահայտել։ Այսինքն նրանց երեխեքը եւ կինը փայեն Ադրբեջանում գործող բոլոր միջինից խոշոր ձեռնարկություններում եւ բնական է ակնկալվում է որ հասարակ ադրբեջանցին, որը կանաչի ծախելով իր օրվա հացն է հարցնել է, պետք է հարցնի, չէ՞, ոնց տենց Էս մեր փողն է, չէ՞, մեր նավթն է, մեր երկրի ունեցվածքն է, մեր հարստությունն է, ինչի է տենց, եւ դա պետք է ինչ-որ զայրույթ, ամբոստություն առաջացնի։ Ոչ, այդ նույն հարցումները ցույց են տալիս, որ այդ հասարակ այդ ժեխը լրիվ օքեյ է այդ գաղափարի հետ։ Ասում է, բա տարածաշրջանի ամենահարուստ երկրի առաջի դեմքի երեխեքն են։ Իհարկե նրանք պետք է հարուստ լինեն։ Իհարկե նրանք պետք է ունենան ունեցվածք։ Իհարկե, իսկ այն որ ուրեմն այդ ամեն ինչը բացահայտում է, իրանք ուրեմն բանը կամ հայերի վրա են աշխատում, նախանձում են, այդ հայերն են նախանձում, որովհետև իրանք ոչինչ չունեն։ Այսինքն վաղ ասելու են լավ է, որ անվան միլիարդներ է թալանել։ Հիմա մենք ունենք նույնը, այսինքն երբ որ դու իրանք բացատրում ես, որ Աննան երրորդ մասի գոմից դուս եկած, բփրեջ, անլվա, անգրագետ, ոչլոտ, մի հատ կնիկ կա, որը հիմա միլիարդներ ունի։ Որն դու սկսում ես բացել, ասում ես Բա Քոչարյանի ունեցվածքը էս է իրանցը ու մինչև այդ Քոչարյանի թեման դրանց ուղեղի մեջ չփակվի, ինքը չի անդրադառնալու այն թեմային, որ իրան խափել են, որ Քոչարյանի ունեցվածքը մինչև վերջի կոպեկ պոչկեքը ներառյալ, եթե խլեն Քոչարյանից, այդ ժեխին բան չի հասնելու։ Իրանց ոչ թոշակը կբարձրանա, ոչ աշխատավարձները կբարձրանան, ոչ նպաստները, այդ խոսքը գնում են պորտաբույցների բանակի մասին, որոնց 20,000 ամսական 20,000 դրամով պահում են այդ բանի մեջ, հա, Նիկոլա Մերց շրջանակներում, որ եթե խելոք չպայես նպաստից կկտրեմ, ոչ բանակը կամրապնդվի, ոչ Հայաստանը, ոչ, պարզապես Ռոբերտ Քոչարյան անունը կամ Բելա Քոչարյան անունը կփոխարինվի Աննա Հակոբյան, Նիկոլ Փաշինյան եւ մնացած բոլոր։ Ձեզ այդ բանը չի տա եւ կրկնում եմ, միատել եմ կրկնում, որ օրինական ճանապարհով դուք այդ մարդկանց ունեցվածքին չեք կարող կպնել։ Իսկ ապօրինի կարան իմ տունն էլ իմ ձեռից խլեն, ով կարա իրանց խանգարի։ Ով կարա իրանց խանգարի։ Ես կարող այսօր ստեղից դուրս գամ, երկու համբալ բռնեն ինձ տանեն, մտցնեն խոց, ծեծեն, բռնաբարեն, չգիտեմ, վիդեոներ նկարեն եւ լցնեն ցանց եւ ես անզոր եմ այդ ամեն ինչի նկատմամբ, եթե մենք խոսում ենք բեսպրիդելի մասին։
Իսկ եթե մենք խոսում ենք օրինականության մասին, առաջի հերթին պետք է հարցնել Աննա Հակոբյանի ունեցվածքը որտեղից ու դատական հետապնդում հարուցել այդ անլվա էքի նկատմամբ, որովհետև Քոչարյանների ընտանիքը իրանց ունեցվածքը ձևավորվել է այն ժամանակ, երբ որ իրանք արդեն իշխանություն չէին։ Ամենայն դեպս նման հետաքննություն տեղի է ունեցել։ Եթե հիշում եք, հյուրանոց էին ուզում ձեռներից խլեին, ինչ էին ուզում, բարձում այդ Տեսեք, հիմա հարց է առաջանում, չէ, ինչի է կենտրոնացել երկրորդ նախագահի վրա, ոչ թե երրորդի, N1-ի, ասենք հարցում են անցկացրել։ Երկրորդ նախագահի նկատմամբ նորից սկսել են մարտի 1 ու ապրիլի հոկտեմբերի 27 բացել Նիկոլ Փաշինյանը ասեց, չէ, մարտի 1-ի գործը ըստ էության արդեն բացահայտված է։ Դա ասել են 5 տարի առաջ։ Ամբողջ ծավալով, էսա ինձ հուշում են։ Ու 5 տարի հետո պարզվում է, որ փաստորեն ամբողջ ծավալով չէր կամ չի բացահայտվել։ Ու վդրուկ հիմա, հա ու մեկը չկա ասի, բա եսի ինչ։ Ու հիմա վդրուկ մեկ էլի սկսել են բացահայտումներ անել կամ ասում են մենք նորություններ կունենանք այդ գործում։ Այսինքն չի բացահայտվել։ Անդրանիկ Քոչարյանին է նորից առաջին պլան։ Սա խոսքը գնում է ոչ բանի մասին, արդարադատության մասին, ոչ արդարության մասին, ոչ օրինականության մասին։ Սա խոսքը գնում է զուտ մարդիկ պատրաստվում են 26 թվականի ընտրություններին։ Վախեցել են հարցումներից, որ որոշակի ռեյտինգի Քոչարյանը գործը բանկանեն, մյուս տարվա ընտրությունների սկզբին Քոչարյանների ընտանիքի հանգուցային ներկայացուցիչներին կտանեն կփակեն, այն ինչ որ արեցին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որ մի տարի մարդուն բանտում պահեցին, հետո բաց թողեցին ուսկի ներողություն չխնդրեցին։ Այսինքն սա 26 թվականի ընտրությունների թեման է։ Ու բնական է, որ իրանց պետք չի, որ դրա հետ զուգահեռ զարգացվի իրանց սեփական կոռուպցիայի թեման։ Այս նաև պետք է խոսել նրանց մասին, ովքեր Սերժ Սարգսյանի ժամանակ, որ հանկարծ Ռոբերտ Քոչարյանը հետ չգա, այն տականքների խումբը հատուկ մի քանի թերթ էիք բացել, այդ տականքներ, որ մենակ թե Ռոբերտ Քոչարյանին վարկաբեկենք, Ռոբերտ Քոչարյանն դեմ, բայց չգիտեք, որ դրա գինը հայրենիքն է։ Բայց այս սրիկաներն ասում են ոչինչ, Սերժ Սարգսյանն էլ ինչ ուզում եք ասեք, Ռոբերտ Քոչարյանի վրա էլ եսի մինչեր դրեք, որ ինչա երկու հատ ժելեած լակոտ մաքուր մնան այս երկրում, իշխանություն վերցնեն, կերակ, վերցրեցիք։ Ձեզ թվեր բոլորը կկեղտոտվեն, իբր դուք մաքուր եք մնալու, կերակ, մաքուր մնացիք, որ գրողի ծոցնեք հիմա։ Այսի ավելի խորքային բան ասում եք, ինչից որ այս իշխանը, որ այս Նիկոլեի օգտվեցին։ Հա, եկեք սենց անենք, մինչև 18 թվական այդ Քոչարյան Սարգսյան հակամարտության հարցը չէ Ռոբերտ Քոչարյանի դեմ, շատ կոնկրետ Արման Բաբաջանյանի թերթը ինչով էր զբաղված։ Մենակ դրանով էր զբաղված։ Արման Բաբաջանյանը ինչ որ իշխանության ներկայացուցիչ թերթն էր։ Ով է։ Արման Բաբաջանյանը ով է։ Արման Բաբաջանյանը միջև Նիկոլի գալը ով էր։ Սրա նրա կամակատար հալածյալ էր նա։ Ահա։ Իրան կա։ Վովա Գասպարյանն ու այն մեկին չէր ծառայում, իմ մոտ գալիս բարեխոսում էր իրանց հետ չգիտեմ։ Արման Բաբաջանյանը, այո։ Արման Բաբաջանյանը։ Լավ, եկեք տարանջատենք, հա, մինչև 18-ը եւ 18-ից հետո, որտեվ եթե մինչև 18-ը հասկանալի էր, այդ ներքին քաղաքական հակամարտությունը, լավ, ավատը մենք դրա մասին չենք խոսում, հա, մենք խոսում ենք, որ դա տրամաբանական էր եւ հասկանալի։ Մի իշխանական ուժը չի ուզում բանանի զիջի կամ հանդուրժի մյուս ուժին, որ ուզում է այդ իշխանությունը վերցնի, նորմալ է։ Բայց երբ որ դուք ունեք մեկ խնդիր այսօր համախմբվելու, որ գործող իշխանություններին հեռացնեք ու դուք այդ պարագայում եք իրար ոտի տակ փորում, այ դա անընդունելի է։ Հիմա կանք ձեր մասնագիտական, ու դա տականքություն է։ Ձեր կարծիքը մեր նկատմամբ, Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ձեր մեջի այդ բաները խաղիկներ ինձ հետաքրքիր չեն։ Ով ում ինչ ասեց, ով երբ ումա նեղացրել, ով աբիժնիկ մնացել, ինձ դա հետաքրքիր չի։ Գոյություն ունի այսօր նպատակ, որին ծառայելու ընթացքում դուք թույլատրում եք մեր ամբողջ ընդդիմադիր դաշտի ուժերը,
Որովհետև կամ ինքնահաստատվելու խնդիր ունեք, կամ ես չգիտեմ, այդ ձեր հին աբիժնիկական թեմաները առաջ քաշելու ունեք։ Հիմա դա անընդունել է։ Այն ժամանակ ես դա հասկանում էի։ Հիմա չեմ հասկանում ու դատապարտում եմ։ Այնա լսում։ Քիչ առաջ խոսում էինք այդ գարի, տեսեք, ասում են, որ սա այսքան ձայն ունի եւ տարբեր թվեր են ներկայացնում, 20% ձայները օդից է կախված չկա, 30%-ը։ Ոնց բացատրել ես մարդկանց, որ կռիվ է կանում, ինչ-որ բան է կանում, այս ձայների համար անտեր մնացած շատ ձայներ կա։ Փոխանակ մտածեն այդ ձայների մասին։ Ամեն մեկը մյուսին եւ սա վերջ չունի ոնց որ տեսնում ենք։ Այնքան բարդ թեմա է, որովհետեւ պետք է sense այն գլխից սկսեմ, որ բացատրեմ այդ թվերը, որ ցույց են տալիս, այսի այսքան տոկոս ունի, այնքան տոկոս ունի, դրանք բան չեն, կոնստանտա չեն, դա փոփոխվող մարմին է։ Ցանկացած երևույթ, ցանկացած իրադարձություն, ցանկացած, ես չգիտեմ, երկրի ներսում եւ երկրից դուրս անձնական եւ հասարակական ինչ որ դեպքը, այդ թվերը Կոնջոյանի կինը 10 միլիոն աշխատավարձով հայփոստի տնօրեն։ Այս ինչ թվեր է։ Էս էլ ազգային ժողովում է, падգամավորներից է հնչում։ Երեք Կոնջոյան քեզ այլանդակու դու տեսեք ոնց է պահում իրան էս Կոնջոյանը։ Ինչ է անում։ Լսի, եթե ինքը թալանը ոնց է լինում։ Եթե ինքը ունի կարդոն շանելու է։ Մարդիկ անպատժելիությունը դա մի հատ հիանալի գործիք է, երբ որ դու գիտես, որ դու անպատժելի ես, դու կարաս քեզ թույլ տաս ամեն ինչ։ Նորմալ է։ Կներեք, ես շեղեցի թեմայից, դուք Հա, բացատրում եք ձայները։ այսինքն այդ թվերը, որ այսօր Փաշինյանը ունի 20%, ես չգիտեմ, մյուսը ունի 7%, մյուսը 5%, մի խոսքով, դա փոփոխական բաներ են, թվեր են, ցանկացած պահին դա կարա փոխվի։ Ասեմ ավելին, վաղը չեմ Սուրան Աննա Հակոբյանը կարա մի հատ էլ ուռոդ բերի։ Ինչ բերի։ Ուռոդ։ Նու նմանատիպ էլի, որ պեչատում են այդ գեշ երեխեքին։ Իրանց ռեյտինգը կարա սկսի աճել։ Բան հուշեցիք, Արմինե Լուրջ եմ ասում։ Հա։ Թողա գնա ու Դրած բոգը։ Ես չգիտեմ, ինչ որ մեկի մաման կարա մահանա, ռեյտինգը կարա աճի։ Ինչ որ միտեղ ասֆալտ չգցեցին, ռեյտինգը կընկնի, այսինքն այդ թվերը երբ որ ստանում են, այդ не навсегда։ Իրանք պրոստը հասկանում են ոնց է բաշխված թվերը, ինչ ակնկալիքներ ունեն այս թվի հետևում կանգնած մարդիկ, եւ դու ինչ ձև, ինչ ճանապարհով, ինչ մեթոդներով պետք է այդ ակնկալիքները բավարարես, որ այդ թվերը սկսեն փոխվել։ Այ հիմա Ռոբերտ Քոչարյանի այս բանը շոուն։ Դա հենց այդ փորձը այդ թվերը փոխել, որտեվ կա հիասթափվածների հսկայական բանակ, որոնք հիասթափված են, որտեվ Փաշինյան Քոչարյանը ինչի նստեցրել։ Հիմա իրանք փորձում են այդ ձեները հետ բերեն, այսինքն իրանք փորձում են այդ թվերը փոխել։ Նստացրել է 2 տարի դարավ նստացրել, չէ, նստացրել։ 2 տարի ինքը լավ էլ ռեյտինգ ա ունեցել։ Ինքը նստացրել է։ Ինքը լավ էլ ռեյտինգ ա ունեցել այդ ժամանակ։ Բայց այդ ժամանակվա կար։ Հենց ասես բացահայտվել է։ Չէ, իր ռեյտինգը ընկել է նախ Արցախն ա տվել, ժողովուրդը սոված է, հացը կրկնա։ Հացը թանկացել է։ Լավ էլի, ցավը լավ, Արցախը պետք հետ չի պատմել։ Արմինե, Արցախը հետ, բա հացը։ Ինձ պետք չի պատմել։ Բա հացը։ Ես տեսնում եմ ինչի համար են այդ Հացը հետ, իր հացը հետ, հացն էլ հետ, լավ։ Իր համար տրանսպորտի բանը։ Էդ էլ հետ։ Ոչ, կակրաս ավտոբուսի աշխատանքը ասֆալտը ավելի կարևոր է, քան հացի գինը։ Էսա։ Դու տեսնում ես, ոչ միայն քանի հոգի է Փաշինյանին ուզում կամ չի ուզում, այլ դու տեսնում ես ինչի է ինքը Փաշինյան ուզում եւ ինչի չի ուզում։ Դու տեսնում ես ինչի է Փաշինյանից հիասթափել։ Եթե ես դա գիտեմ, ձեզ թվում է իրանք ճունեն իրան սոցիոլոգներին, որոնք այդ ցուցակը բերում են, եւ առաջի տողով գնում է իր խոստումները։ Ու խոստումներից ամենակարևորը այդ է եղել։ Պրոստը ինքը չի հասկանում, որ դա ժամանակավոր բան է, որտեղ եթե
զուտեսականորեն ինքը այսօր բան արեց, կուլակաթափ արեց Քոչարյաններին 26 թվին ընտրությունները շահ կրեց 27 թվին այդ ժեխը որ կհասկանա որ Քոչարյանին նստածնելով Քոչարյանին կուլակաթափ անելով իրանց կյանքում ոչինչ չփոխվեց այդ մարդկանց սրերի վրա է բան անելու անկումը տապրելու որտեւ այդ մարդիկ տեսնում են չէ որ իրանց տանդեմի ասֆալտը բռակա ոչ միայն բռակա, այլ տարիներ շարունակ բան չի անում, որ կան շրջաններ, որտեղ չկա ջրամատակարարում, որտեղ կան գյուղեր, որտեղ դպրոցներ են քանդվում, եւ այսպես շարունակ, չխորանամ։ Այսինքն այդ ակնկալիքները հենց այս վարքյանին անելու, դուք ընդհանրապես ձեր պատժի Այսինքն Նիկոլ իրան եսի ինչ անելու սրերն է սրում հիմա Այո որտեւ այդ նույն ժողովուրդը իրանց սրերի վրա է անելու Պարացնի էլի ուրիշ բան չմտածես Այո որովհետեւ այդ մարդիկ հասկանալու են որ Քոչարյանին սննկացնելով իրանց կյանքում ոչինչ չի փոխվելու Իդեպ ասես նույնը տեղի ունեցել Ադրբեջանում որտեւ այդ մարդկանց 30 տարի բաներին ասում են Ղարաբաղը հետ կբերենք լավ կապրենք Ղարաբաղը հետ կբերենք լավ կապրենք այդ մարդիկ հանդուրժում էին ամեն ինչ հանդուրժում էին ամեն ինչ այդ սուրբ նպատակ Մեր անասուններն էլ ասեն Ղարաբաղը տակ լավ Ղարաբաղը իրանք վերցեցին իրանց կյանքում բան չփոխվեց մարդիկ սին հարցեր տալ Բա հետո բան չի մեր կյանքը փոխվում բան չի լավ չենք ապրում բան չի Հայաստանում շարունակում ավելի բարձր աշխատավարձ ստանալ քան ես դա շատ վտանգավոր է